Ես եւս շնորհակալ եմ սիրով։ Ալեն Սիմոնյան հավերժ մարմնավաճառ սուբյեկտին անդրադառնալ արդեն կարծես թե պատվից ցածր է, բայց բոլոր դեպքերում, քանի որ որոշակի պաշտոն է գրավում եւ հանրային եթերում իր ցինիկ վարքագիծը շարունակաբար դրսեւորում է, ստիպված ենք երբեմն նաեւ կանգ առնել նրա առանձին մտքերին, ինչպեսին դուք նշեցիք, հայտարարում է, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսում Հայաստանի նկատմամբ, գումարներ են ծախսում։ Շատերը մոռացել են արդեն, որ 18 թվականին Ադրբեջանից 218 միլիոն դոլար կենտրոնական բանկի միջոցով հասել է Հայաստան։ Սա բազմիցս կրկնվեց։ Բազմիցս ասվեց, բայց որևէ adekvat պատասխան այդպես էլ չեղավ։ Թե ինչ է եղել այդ 218 միլիոն դոլարը։ Պատկերացրեք, սա ընդհանրապես լրագրողական կամ հանրության կողմից կոնկրետ անձանց կատարած բացահայտում է։ Բայց ինչպիսի բացահայտումներ կարող են լինել, եթե այս իշխանափոխությունից հետո։ Հետևաբար, եթե փորձում են ասել հիբրիդային պատերազմ Ռուսաստանն է սկսում եւ ռուսական գումարներ են ներդրվում Հայաստան, թող փնտրեն իրենց տակ եղած այդ ստոր վարկագիծը, որը իրականացվել էր հենց թուրքերի կողմից գումարներ փոխանցելով։ Հիմա Ալեն Սիմոնյան երևույթը, որը գիտեք, սրանց ծնողական դաստիարակությունը արդեն ակնհայտ երևում է։ Տեսեք Ալեն Սիմոնյան տեսակը, որը թքում է քաղաքացու վրա, նրա մայրը թքում եւ հայհոյանք է ուղղում հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Նարկոման նարկոտիկի համար արդեն բավականին լուրջ փաստարկներ են ներկայացնում հանրությունը լրատվամիջոցը։ Ալեն Սիմոնյանի պես անհայրենիք, անսուրբ Արարատի հայրը ժողովրդին համբալ է անվանում։ Վահագն Ալեքսանյան կոչվածը, որը մինչև այսօր ակնհայտ էր, որ մորը տեսանք հասկանալի էր, որ նա պետք է որ անտրուսիկ լիներ այդտեղ, չնայած շատ հեռու եմ ծնողների նկատմամբ բացասական մտքեր հայտարարելու, բայց սրանց ընտանիքի դաստիարակությունն է։ Երիտասարդներին հավաքվելով լկտի հայհոյանքներ էր ուղղում։ Սա ցույց է տալիս այս անձանց ընտանիքում ինչ է կատարվում։ Դուք տեսեք, եթե սրանք դրսում են այսպիսի հայտարարություններ անում, ապա ներսում իրենց ընտանիքում մնալով միայնակ, ինչպիսի լկտի հայտարարություններ, փոխհարաբերություններ է լինում։ Այո, իրար վրա նաև թքում են, եթե ուրիշի վրա թքում են։ Այսա իրենց ընտանիքի կերպարն է։ Նույն Վահագն Ալեքսանյանը նույն օրը եթեր է մտնում, փորձելով պաշտպանել իբրև թե իր մորը, նկարագրելով հաշմանդամ։ Կրկին ասում եմ, չեմ ուզում անդրադառնալ ծնողական հասկացություններին, բայց փորձում էր արդարացնել մոր այդ վարկագիծը, նշելով, որ իր մայրը իրեն տվել է բավականին լուրջ դաստիարակություն։ Դե արդեն պարզ է, թե Ալեքսանյան կոչվածը Ալեն Սիմոնյանը կամ նույն Ավինյանը ընտանեկան ինչ դաստիարակություն են ստացել։ Հարգելիներս, պետք է նկատի ունենալ, որ մենք պարզապես սրանց ծնողներին ենք տեսել։ Եթե մենք տեսնենք ԿՊԱ-ական այս մոլագար սուբյեկտների ծնողներին, կհասկանանք, որ սրանք ընդհանրապես ծնողական լուրջ դաստիարակություն չեն ստացել, հետևաբար պետք է լինեին անհայրենիք եւ անսուրբ։ Հիմա նույն Ալեն Սիմոնյանը, որը իր ցինիկ վարքագծով մշտապես հայտնի է հանրության համար, հայտարարում է, որ ոչ միայն Ռուսաստանը լուրջ գումարներ է ծախսում, որպեսզի հիբրիդային պատերազմ սկսի Հայաստանում, այլև հանրապետության երկրորդ նախագահին հայտարարում է ռուսական շպիոն։ Հանրությունը այսպիսի մի լավ խոսք ունի, ասում են գողն է միշտ ավելի բարձր բղավում բռնել գողին։ Իրենց շարքերում, իրենց մեջ, գուցե նույն ինքը տեղեկություն չունեն, գուցե նույն ինքը Ալեն Սիմոնյանը, թուրքական կամ ադրբեջանական գործակալներ են։ Բազմիցս ասել ենք Արարատ Միրզոյան կոչվածը, որը ինքը եւս չերկես գործակալ լինելու հանգամանքը։ Նույն կայքերը բաց հարթակներում հրապարակվում է Նիկոլ Փաշինյան երևույթը որպես թուրքական գործակալ շակալ ծածկանունով։ Եվ հիմա իրենք եկել են իրենց ապրած կյանքը փորձում են, իրենց ապրելակերպը փորձում են փոխանցել Ռոբերտ Քոչարյանին կամ մեկ ուրիշների վրա։ Բնականաբար
սրանց ցինիզմը սահմաններ չունի։ Դուք տեսեք, նա նաև ասում է, եթե վաղ ընտրություններ լինեն, Հայաստանում 50+1 ձայներ կշահեն։ Այսօր աշխարհում չկա մի երկիր, որի ժողովուրդը այսքան ատի իր իշխանություններին։ Իրենց մոտ ոչ թե մարդկանց արհամարանքն է, ոչ թե արդեն նրանց չընտրելու ցանկությունն է, նրանց կողմնակի չլինելու մասին է խոսքը, այլ հանրության կողմից ծայրահեղ ատելություն։ Բայց դուք տեսնում եք իրենք ոնց են ծեծում, ջարդում, հետո ասում դե ներողություն է։ Դե եթե ազգային ժողովի նախագահ հանձնարարում է ձեռքերը բռնել քաղաքացուն եւ թքել երեսին, հետեւաբար մյուս իր ավելի ցածր օղակներում ավելին կտեսնենք։ Բնականաբար ես կանդրադառնամ նաև նոր նորքում տեղի ունեցած դեպքերը, որը անդրադարձներ ազգային ժողովի հենց նույն քաշքշուկի, կռվի, ծեծկռտուկի հետևանքները։ Եթե այնտեղ պատիժ չեն կրում, եթե այնտեղ անպատժելություն է, հետևաբար մյուս օղակներում նույն անպատժելությունը պետք է լինի։ Կռվին մանրամասներին կանդրադառնամ, բայց ինձ զարմացրեց կարելի այս ձևակերպումը տալ Արամ Զավենի Սարգսյանի ոչ adekvat ու անհասկանալի, ես կասեի, ստոր ձևակերպումները իրենց համայնքապետի նկատմամբ սկսված այս գործընթացի առումով։ Դուք պատկերացրեք, որ նրանց համայնքապետը Մեսրոպյան, եթե չեմ սխալվում, Նոր-Նորքի համայնքապետը Տիգրան Տեր-Մարգարյան, սա այնպիսի լուրջ սուբյեկտ է, որ պատկերացրեք, սրանք գնացել են Ուկրաինա, ինչ որ իրենց սատարումն են հայտնել ուկրաինական ազգայնականներին, նա դառել է աշխարհաքաղաքական երևույթ, մի սուբյեկտ, եւ Վլադիմիր Պուտինը ազգային անվտանգության խորհրդում քննարկման առարկա է դարձրել, որ պետք է վրեժխնդրություն իրականացնել այս սուբյեկտի նկատմամբ։ Դուք տեսեք ինչպիսի հիմար պրիմիտիվ մեկնաբանություն եւ փորձում է այսպիսի հարցերը տարածել ժողովրդի մեջ եւ ժողովրդի ականջը լցել, թե իբրև իրենք լուրջ սուբյեկտ են։ Սա մանկական հիմարություն ձևակերպումը նույնիսկ կարելի ասել։ Եվ հիմա պատկերացրեք ինչը կատարվել իրականում, եւ շատերը արդեն մեկնաբանել են, ես կփորձեմ նաեւ իրավական հետևանքների մասին խոսքը ձևակերպել։ Տեսեք, ի սկզբանե ինչ է եղել, Արթուր Չախոյանը Մեսրոպ Մանուկյանի հետ արդեն բնականաբար Արթուր Չախոյանը 2-3 տարի ավել ուսումնասիրում է Երևանում տեղի ունեցող ապօրինությունները, կոռուպցիոն սկանդալները եւ բավականին լուրջ բացահայտումներ է կատարել։ Եվ հիմա լուրջ բացահայտումներից մեկը Նորքի տարածքում մանկապարտեզի վերանորոգման հարցն էր, որը ըստ նույն ցուցադրման ժամանակ հայտարարել էին, որ դեռևս դա չի բացահայտվել եւ չի բացվել որպես մանկապարտեզ, չնայած պետք է աշխատանքները սկսել հունվարից, բայց խայտարակ վիճակում է շինարարական աշխատանքները։ Եվ մարդիկ ներկայացնում են, որ այդ շինարարական աշխատանքները կատարել է մի կազմակերպություն, որի ղեկավարը ԿՊԱ-ական ավականու անդամների թեկնածուներից մեկն է եղել։ Մի կազմակերպություն, որ արդեն 3-4 անգամ գումարներ է շահում, կարելի ասել առանց լուրջ մրցույթի մասնակցելու, մի քանի միլիոնի դոլարներ է շահում, իրականացնելով շինարարություն, կարելի ասել լուրջ թալանով է զբաղված շինարարական ոչ բավարար աշխատանքներ կազմակերպելու մինչև վերջ աշխատանքները չիրականացնելու փաստով։ Եվ հիմա այս սուբյեկտը կրկին 2.5 միլիոն դոլարի շահում է, որպեսզի նոր շինարարություն իրականացնի։ Բոլոր դեպքերում տղաները դա հրապարակում են, որից հետո Նորքի համայնքապետը զանգում է Արթուր Չախոյանի ձեռքի հեռախոսին եւ լկտի հայհոյանքներ ուղղում այդ անձանց վերաբերյալ։ Նույն Արթուր Չախոյանի եւ Մեսրոպ Մանուկյանի վերաբերյալ։ Բնականաբար տղաները adekvat քաղաքական ակցիա են իրականացնում Թաղապետարանում։ Թաղապետարանի ակցիայից հետո նույն Արթուր Չախոյանը, որպեսզի մասնակցի Նորքի, որը տարածքներից մեկում շենքի շինարարության հանրային քննարկմանը, ավականու համայնքի նիստին հանրային քննարկման ժամանակ ներս չեն թողում, որից հետո ստեղծվում է քաշքշուկ, նույն Արթուր Չախոյանին ծեծի են ենթարկում վայրագավառի 10-12 անձ միաժամանակ։ Եվ այս սուբյեկտը իրեն համարելով տղամարդ ասում է, որ իրեն տղամարդարի է պահել։ Պատկերացրեք 10-12 հոգի հարձակվում են մեկ անձի վրա, գցում գետնին տապալում, լուրջ մարմնական վնասվածքներ են պատճառում եւ այս տղան դեռևս գտնում է հիվանդանոցում բուժման մեջ։ Պատկերացրեք պետական հիմնարկում, պետական շինության մեջ, պետական հիմնարկում աշխատողները,
որոնք պարտավոր են ծառայել քաղաքացուն, պարտավոր են կատարել քաղաքացու պահանջը, սնվում են քաղաքացու հարկերից, ծեծի են ենթարկում քաղաքացուն։ Այս սա է բնորոշ այսօրվա իշխանություններին, որոնք իրենց կոչում են ազատության խոսքի իրավունքի բաստիոն։ Նույն հանրապետություն կուսակցությունը գնում է Եվրոպա, Եվրոպա գնում է ծեծելու առումով, մարդկանց ծեծելու, ավելի ցինիզմը կարծես թե դրանով չի ավարտվում։ Եթե չեմ սխալվում, երեք նույն հանրապետական կուսակցությունից մի կին կա, անի, չգիտեմ, կին թե ինչ, չեմ կարողանում դրա ծագումնաբանությունը ճիշտ կողմնորոշվել, հայտարարում է, որ եթե նախկինում դալաններում էին ծեծում, ապա իրենք այնքան բաց են, որ մարդկանց հրապարակավ են ծեծում, եթերի առջև, համայնքապետարանի շենքում։ Սիրելի հայրենակիցներ, պատկերացրեք սրան ցինիզմը ուր է հասել։ Եվ ավելի լկտի վարկագիծը շարունակենք։ Ծեծի ենթարկելուց հետո, մարմնական լուրջ վնասվածքներ պատճառելուց հետո, ոստիկանները գալի ձերբակալում են Արթուր Չախոյանին, ձերբակալում են եւ բռնության ենթարկելու միջոցով, գետնին տապալելու միջոցով տեղափոխում են ոստիկանություն։ Մարդ, որ ստացել է մարմնական վնասվածք, քաղաքացի, որի պահանջն է բարձրացրել, քաղաքացուն ծեծել են համայնքապետարանի շենքում, ոստիկանությունը բերման է ենթարկում այդ նույն քաղաքացուն։ Ժամանակին ժողովուրդն ասում էր, ոստիկանները եթե կռվի վայր էին գալիս, մի պահ ոտները կախ էին գցում, սպասում էին, որ կռվի երկու կողմերը իրար լավ ծեծեին, հետո դիմում էին փախուստի, իսկ գետնին ընկածները, որոնք մնում էին գետնին ընկած, նրանց վերցնում են տանում էին ոստիկանություն։ Այս դեպքում ծեծի ենթարկված անձին վերցնում տանում են ոստիկանություն եւ ձերբակալում։ Ձերբակալված վիճակով տեղափոխում են հիվանդանոց եւ հիվանդանոցում ոստիկանական հսկողություն են դնում նրա սենյակի նկատմամբ։ Ավելին դուք տեսեք, հիմա արարքների որակման վերաբերյալ Արթուր Չախոյանի եւ Մեսրոպ Մանուկյանի քաղաքացիական ակցիան, այն որ այս անձի նկարի վրա յոգուրտ են ցպնել, նրանց արարքը որակում են խուլիգանություն խմբակային երկրորդ մաս, որը նախատեսում է 2-ից 5 տարի ազատազրկում, եւ այս խմբակի կողմից, այս ոհմակի կողմից 10-12 անձով, ոտնատակ տալով, բռունցքներով, ոտքերով հարվածելով Արթուր Չախոյանին, նրան գետնին տապելով մարմնական վնասվածք պատճառելու արդյունքում, սրանց արարքը որակվում է անձին ֆիզիկական ներգործության ենթարկել, որի պատիժը նախատեսում է նաև հանրային աշխատանքներ եւ տուգանք։ Տեսեք այսօրվա իշխանության իրավապահ մարմինների անբարո վարքագիծ է սկսեի։ Անհամաչափ մոտեցում, մի քիչ ավելի կարելի ասել, այդպես ձևակերպենք։ Անհամաչափ մոտեցում։ Բնականաբար վաղը միսօր ավելի քննությունը ավելի խորը կկատարվի, բայց երբևէ հույս չունենաք, որ դատական նախաքննական մարմինը այսօր որևէ անձի կարդարացնի իր վարքագծի իրավական առումով, վարքագծի առումով։ Մենք նախադեպեր շատ ենք ունեցել։ Ոստիկանական ոհմակը բռնություն է ենթարկում, որտեղ ուրիշ ծնողի նկատմամբ ոտքերի ձեռքերից վերցնելով նետում է ասֆալտին։ 20-30 բորենի կարմիր գլխարկավորներ հարձակում են ազգային ժողովի падգամավորի վրա։ Ազգային ժողովի падգամավորը ազգային ժողովի նիստերի ժամանակ հայտարարում է ականջու լեզու կտրել։ Կրկին նույն Ալեն Սիմոնյան կոչվածը հավերժ մարմնավաճառը թքում է քաղաքացու վրա։ Որևէ մեկը քրեական պատասխանատվության չէին ենթարկում։ Վաղուց մոռացված է Խաչատրուր Սուքիասյանի եղբայրը հրապարակում Ամիրյան փողոցում օրը ցերեկով կրակել էր անձի վրա։ Ինչ եղավ այդ քրեական գործը։ Բազմաթիվ դեպքեր այսպես տեղի են ունեցել, բազմաթիվ խոշտանգումներ։ Նույն ներքին գործերի նախարարուն հարց են տալիս այն Ասլանյանի հետ կապված միջադեպը, որ տղային ձերբակալեցին Վարդանյան, եթե չեմ սխալվում։ Սամվել Վարդանյան։ Ինչպեսի խոշտանգման ենթարկեցին անհայտ անձիկ։ Ոստիկանները, որոնք մինչև այսօր, ես դա նկարագրել եմ, ոստիկանները կոնկրետ զանգ են ստացել հանցավոր խմբից, որից հետո ոստիկանները լքել են ավտոմեքենան, միայնակ թողելով անազատության մեջ գտնվող քաղաքացուն։ Արմեն Գրիգորյանի ցավը բոլորիս է, սա արդեն խայտարակություն է, միտքս ավարտեմ կանցնեմ Արմեն Գրիգորյանի։ Այդ երկու ոստիկանները պետք է նույն օրը ձերբակալվեին։
Նույն օրը, որովհետև ակնհայտ էր նրանց փոխկապակցվածությունը, նրանց համագործակցությունը հանցավոր խմբի հետ։ Մինչև այսօր ոստիկանների նկատմամբ կարգապահական վարույթ էլ չի հարուցվել։ Եթե հարուցվել է, բնականաբար դադարեցվել է դա։ Եվ ուզում եք հանցագործություն բացահայտել։ Նույն Արմեն Գրիգորյանին շատ լավ հիշեցրեցիք ինձ, մեր լավագույն ընկերոջը, լավագույն հայրենասերին։ Կեղծ մեղադրանքով տարան անազատության մեջ պահեցին եւ սպանեցին դատարանում։ Քանիսին ասենք սպանեցին։ Նույն Մանվել Գրիգորյանին տարան անազատության մեջ սպանեցին նրան։ Եվ այսօր պետք է հասկանան հանրության յուրաքանչյուր քաղաքացի այս պատիժը բոլորին է հասնելու։ ԿՊՀ-ական որմակը որևէ պատիժի չի արժանանալու։ Եթե խոսում ենք հանցավորության աճման մասին, հավատացեք, անպատիժելիությունը ծնում է նոր հանցագործություն։ Եթե քաղաքացին տեսնում է, որ առավելևս հանցավոր միտում ունեցող անձը տեսնում է, որ իշխանության հարող որևէ սուբյեկտ քրեական պատասխանատվություն չի ենթարկում իր կատարած արարքի հանցագործության համար, բնականաբար նա ավելին կկատարի, նա ավելի ծանր հանցագործություն կկատարի։ Եվ հիմա տեսեք, նոր-նորքի համայնքի այս միջադեպից հետո Երևանի ավականու նիստում այս ոչնչությունը ներողություն է խնդրում ոչ թե հանրությունից, ոչ թե Արթուր Չախոյանից, այլ Ավինյանից։ Դուք պատկերացրեք։ ԿՊՀ-ական այնպիսի խղճուկ վիճակում է հայտնվել, որ հանրապետական կուսակցությունը շանտաժի ենթարկեց եւ չհեռացրեց այս տակին իր պաշտոնից, եւ նա հիմա պաշտոնավարում է, շարունակել է պաշտոնավարել։ Վախեցրեցին ԿՊ-ին, որովհետեւ ավականու հետ կապված խնդիրներ կունենային։ Այսպիսին է այսօրվա իշխանությունը, փոխադարձ շանտաժի սկզբունքով են պահում իշխանությունը։ Նույն Մանացիայի համայնքապետն էր հայտարարել, եթե հանկարծ հանեն այս Տեր Մեսրոպյանին, իրենց մանդատները կդնեն։ Մինչև հիմա այս ազգակործան պատուհասը պաշտոնական հայտարարություն կամ հրապարակում կամ դիրքորոշում չի հայտնել, թե ինչ է եղել նոր-նորքի համայնքապետարանի մասնաշենքում, վարչական շենքում։ Ինչ է լռում։ Հետևաբար կլռի, որովհետև իրենց սնեն, իրենց կողմնակիցներն են։ Եվ հիմա այս ամբողջության հետ կապված դուք նաև նկատեցիք, այսօր գիշեր այրել են Մայր Հայաստան շարժման ավականու անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան, ընտանիքի ավտոմեքենան։ Եվ կոնկրետ ասեմ հետևյալը, որ Գևորգ Ստեփանյանին ես լավ եմ ճանաչում, նա պարկեշտ արժանապատիվ երիտասարդ է, չունի անձնական որևէ ինտրիգային խնդիրներ, որպեսզի ունենա ինչ-որ մեկի հետ անձնական թշնամություն եւ այս հարցը տեղափոխեն միջանձնային հարաբերության մեջ։ Ես համոզվածություն ունեմ, ես հիմնավոր համոզվածություն ունեմ, որ այս գործողությունները կատարել են ԿՊՀ-ական ոհմակի կամակատար ստոր խմբավորումները։ Երբևէ չկասկածեք, կրկնում եմ, Գևորգ Ստեփանյանը որևէ մեկի հետ անձնական խնդիր չունի եւ որևէ մեկի հետ այդպիսի թշնամություն չունի, որ մեքենան այրեին։ Հետևաբար բնականաբար սա ԿՊՀ-ական ոհմակի կազմակերպած գործողությունն է։ Եվ հիմա տեսեք, սրանք դեռևս չեն կարողանում խաղաղվել եւ հանգստանալ Գյումրի պարտությունից հետո։ Շատերս ենք անհանգստանում Մարտին Գրիգորյանի մեր քաղաքը դաշինքի վարքագծից։ Ընտրություններից հետո ավելի քան 6 օր լռելուց հետո, որից հետո ժողովուրդը ասում էր, թե Փարքասու միացավ ընդդիմադիր դաշտին եւ ԿՊ-ն իշխանություն չունեցավ Գյումրի քաղաքում։ Բայց այսօր տեսեք ինչ է կատարվում։ Ինչպես Երևանի ավականու հետ կատարվեց, այնպես էլ այսօր արդեն Գյումրիում իրականացվում է անաստագողություն։ Այս բառը լավ է ձևակերպվել եւ մտել շրջանառության մեջ։ Մեր քաղաքը դաշինքի անդամներից մեկը հրաժարվել է իր մանդատը վերցնելուց, որից հետո քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արձանագրություն է կազմել եւ դիմում ուղարկել է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին։ Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը 7 օր շարունակ որևէ գործողություն չի կատարում, որպեսզի մեր քաղաքը ավականու հաջորդ մանդատը կրող հաջորդ անդամը անցնի ավականու, որպեսզի ավականու կազմը լիարժեք լինի։ Նույն փաստաբանի խոսքով ընկալելի էր, որ այստեղ ոչ թե տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի գործողություններն են, այլ սա ավելի շատ ԿՊՀ-ական ոհմակի պլանավորված քայլերից մեկն է։ Ես միշտ մտավախություն ունեցել եմ, եթե մտավախություն չեմ ունեցել Կարեն Սիմոնյանի, Վարդան Ղուկասյանի,
Եթե մտավախություն չեմ ունեցել նույն Ռուբեն Մխիթարյանի թիմակիցների վերաբերյալ, ես իմ ընկերների շրջանակում ասել եմ, որ որոշակի անհանգստություն կամ մտավախություն ունեմ մեր քաղաքը Մարտուն Գրիգորյանի դաշնակիցների հետ կապված, նրա համախոհների հետ կապված։ Եվ տեսեք, ցավոք, իհարկե ցավոք, իմ մտավախությունը իրականացվեց։ Հիմա ԿՊԱ-ականները Գյումրիում ունեն 14 մանդատ։ Բավական է 3 անասնագողություն եւ մեծամասնություն կարող են կազմել եւ Գյումրիում նորից իշխանությունը վերցնել։ Ինչպես դա արեցին արդեն բազմաթիվ ամենկապետարանում, նույն Ստեփանավանում, նույն Վանաձորում, նույն Արարատում, Վեդիում եւ այլն եւ այլն։ Շարունակաբար ԿՊ-ն չի կարող թույլ տալ, որ տարածքային իշխանություն լինի ընդդիմություն։ Եվ հիմա ես այդ նույն բառերը կրկնում եմ, ԿՊ-ն ամեն ինչ անելու է, որ տարածքներում որևէ տեղ, պետական կառավարման որևէ հիմնարկում, ինստիտուտներում, համալսարաններում բացառվում է, որ հանկարծ ընդդիմադիր որևէ սուբյեկտ այդտեղ լինի ղեկավար կազմում։ ԿՊԱ-ականները ամբողջությամբ կուսակցականացին բուհական հատված է։ Այն հիմար ձևակերպման, որ իբր թե կուսակցականացում են ԿՊ-ով, որպեսզի նախկին կուսակցականներին հանեն։ Սա է իրավիճակը եւ հետեւաբար սրանց հետ կապված որևէ բարոյական մարդկային փոխհարաբերությունները բացառվում են։ Մայիսին ստացվում է Փաշինյանի այցը Մոսկվա, խնդրեմ ինչ ունեք ասել։ Ես նախ կուզենայի երկու բառով անդրադառնալ, որովհետեւ մայիսի 9-ի հետ կապված մինչև այս ազգակործան պատուասը այցելեց Էստոնիա եւ ծաղկեպսակ դրեց կոմունիստների կողմից զոհված անձանց հուշարձանի առաջ։ Դրանով իր խոնարհումը հայտնելով արևմուտքին, դրանով ցույց տալով, որ ես արևմուտք էլի պահում եմ իմ հակառուսական վարքագիծը։ Այսօր հակառուսական սինդրոմը Հայաստանում շատ է խորացել։ Շատերը չեն հասկանում լավ լինելով հակառուսական, ինչ կողմնորոշում պետք է ունենա Հայաստանը։ Այն ստախոս անձիկ, այն ազգակործան սուբյեկտները, որոնք ասում են արևմուտքը Հայաստանը կփրկի, որ Ամերիկան Հայաստանը կփրկի, դուք տեսեք Ամերիկան ինչ է հայտարարում։ Ամերիկան ասում է, որ Գրենլանդիան իրենն է լինելու, խաղաղությամբ թե պատերազմով Թրամփը չի պատասխանում։ Նա ասում է, որ հնարավոր է պատերազմով։ Հայտարարում է, որ Կանադան պետք է լինի 51-րդ նահանգը, նրան դուր չի գալիս քարտեզը կանոնով գծելու առումով։ Աշխարհը բաժանվում երկու բևեռների միջև է բաժանվում։ Եթե հայկական կողմնորոշումը դեպի արևմուտք Եվրոպա եղավ, դրա այստեղ կոնկրետ գործոն սուբյեկտը լինելու է Թուրքիան։ Եվ մեր հայրենակիցները սա պետք է հստակ հասկանան։ Եվ հիմա մայիսի 9-ի արարողակարգին Ալիևը հայտարարել է ոչ միայն մասնակցում է, այլև կարծեմ իր զորախումբն է ուղարկում Շիքերթին մասնակցելու համար։ Այսօրվա մեր լրագրողները անձիկ կոնկրետ հարցադրում են տալիս, այսօր մայիսի 6-ն է, եթե չեմ սխալվում։ 3 օրից է, պաշտոնապես գնալու է, թե ոչ, մինչև վերջ հրապարակում չկա։ Ոչ միայն հրապարակում չկա իր մասնակցության, այլ հրապարակում չկա։ Մենք որոշակի զորախումբ ուղարկում ենք մասնակցելու, թե ոչ։ Հայրենական պատերազմը մեր պապերի կողմից իրականացված ֆաշիզմի դեմ հաղթանակն է։ 600,000 հայորդիներ են մեկնել, շուրջ 300,000-ը զոհվել են այնտեղ։ 100 եւ ավելի գեներալներ ունենք, 6-7 մարշալներ, 120-130 հերոսներ ունենք։ Հələ հարցրեք Ադրբեջանը քանիսն ունի։ 2 գեներալ չի տվել պատերազմի ժամանակ։ Մենք կրկնակի հերոսներ ունենք։ Հայրենական պատերազմում հաղթանակը Հայաստանին փրկեց թուրքական զավթումից։ Մենք մոռացել ենք կարծես։ Թուրքական բանակները կանգնած էին Հայաստանի սահմանին։ Սպասվում էր ընդամենը Լենինգրադի շրջափակումից հետո, Ստալինգրադի հաղթանակից հետո, եթե հաղթանակ ելներ Գերմանիայում, թուրքերը հարձակվելու էին։ Դրանք մոռացանք մենք։ Եվ հիմա քննարկվում է գնալ թե չգնալ։ Եվ այս օրերին Ալենը հայտարարում, ասում ռուսները ուզում են Հայաստանում հիբրիդային պատերազմներ ընդդիմության միջոցով։ Դե Ալեն Սիմոնյանն եւ Նիկոլ Փաշինյանը դրանք գենետիկորեն թուրք են։ Նրանք չեն կարող հայկական արյուն ունենալ, նա բացառվում է։ Հետևաբար նրանք հակառուսականությունը պետք է շարունակեն Թուրքիային Հայաստան բերելու համար։ Սա է նրանց վերջնական նպատակը։ Եվ դա շարունակաբար անելու են, քանի դեռ մենք ունենում ենք ներքին այսպիսի խեղճտժություններ, փոխադարձ կռիվ ենք ունենում։
Արդեն հասել է ուր երկու նախագահների թիմակիցները բացահայտ քարկոծում են միմյանց։ Լավ չի կարելի այսպես։ Այդ նույն հարցին անդրադառնալով Մոսկվա գնալու ժամանակ ընդամենը նա փորձելու է, ինչպես ինքն է ասում, Վլադիմիր Վլադիմիրիչին կրկին ծնկաչոք աղաչել, որտեվ սրա հետևորդները, դրա պահապան հրեշտակները, Եվրոպան, Արևմուտքը, իդեմս Ամերիկայի, Եվրոպայի, էլ չկան, չեն վստահում։ Թուրքիան եւս սրան չի ընդունում։ Դուք պատկերացրեք նույն Ալիևը սրան չի ընդունում։ Չնայած Ալիևի եւ Էրդողանի ոտի տակի տրապկան լինելով հանդերձ լիզում են նրանց կոշիկները եւ կատարում ինչ նրանք պահանջում են։ Հայաստանը կտոր հանձնում է թշնամուն Թուրքին։ Հիմա հույս ունի, որ եթե գնա կարող է Վլադիմիր Պուտինի բարեհաճության արժանանալ։ Համոզված եղեք, նրան արդեն առհամարում են այնտեղ։ Նրան տեսնել իսկ չեն ուզում։ Նրա տեսքը, ձայնը զզվանքի առաջացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև արտաքին աշխարհի համար։ Նա տեղ չի ունենալու այնտեղ։ Սա պարզապես հրավեր է որպես նախկին սովետական միության երկրներ։ Հրավերք է պարզապես, որ հայ ժողովուրդը իր լուման է ունեցել, իր մեծ ներդրումն է ունեցել հայրենական պատերազմում։ Հետևաբար երկրի ղեկավար կոչված, ցավոք այսօր ինքն է կոչվում, նրան հրավիրել են։ Հակառակ դեպքում, եթե այդպիսի գաղափար չլներ, Նիկոլ Փաշինյանին Մոսկվա ընդունելու որևէ ցանկություն չէր լինելու, եւ նրան չէին էլ ընդունելու։ Ծայրահեղ զզվանքով եւ ատելությամբ։ Նույն ռուսական քաղտեխնոլոգներն են բազմիցս կրկնում, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճանն է։ Կրկնում են ռուսական քաղտեխնոլոգները, Ռուսաստանում մեր հայ բավականին լուրջ մասնագետները, հայտնի դեմքեր։ Նշում են մարդիկ, որ Նիկոլ Փաշինյանը 18 թվականին եկավ զավթեց իշխանությունը Արցախը հանձնելու եւ Հայաստանը կործանելու նպատակով։ Հետևաբար Ռուսաստան այցելելով նա վերջին հույսն է կտրվելու նրա։ Նա որևէ հույս չի ունենալու, որ ռուսական որոշակի աջակցություն կարող է ինքը ստանալ։ Շնորհակալություն։ Ես եւս շնորհակալ եմ։